Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն, որ իշխանների մեջ նստեցնի նրան, Սաղմոս 113:8 Մեր հոգևոր արտոնություններն ամենաբարձր կարգի են, իշխանների մեջ, սա ընտրյալ հասարակության վայր է, ճշմարիտ որ մեր հաղորդությունը հոր հետ և նրա որդի Հիսուս Քրիստոսի հետ է, առաջին Հովհաննես 1:3 Չկա ոչինչ, որ կարելի լինի համեմատել այս ընտրյալ հասարակության հետ, մենք ընտիր ազգ ենք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, առաջին Պետրոս 2:9 Մենք երկնքում գրված անդրանիկների հանդեսի և եկեղեցու, Եբրայեցիս 12:23 մեջ ենք, սրբերը մուտք ունեն թագավորի մոտ, իշխաններն անարգել ելումուտ են անում արքունական պալատում, մինչդեռ հասարակ մարդիկ զուրկ են այդ արտոնությունից, այնպես որ Աստծո զավակը կարող է ազատ մուտք գործել երկնային պալատի ներքին սենյակները, որովհետև երկուսս մեկ հոգով հորը մոտենալու արտոնություն ունենք, Եփեսացիս 2:18 Ուրեմն ասում է առաքյալը, եկեք համարձակությամբ մոտենանք շնորհքի աթոռին, Եբրայեցիս 4:16 Իշխանները մեծ հարստության տեր են, սակայն ինչ է իշխանների հարստությունը հավատացյալների հարստության համեմատ, քանզի ամեն բան ձերն է, դուք Քրիստոսինը և Քրիստոսն Աստծունը, առաջին Կորնթացիս 3:22-23 Նա, որ իր որդին էլ չխնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նրան, էլ ինչպես նրա հետ ամեն բան չի շնորհի մեզ, Հռոմեացիս 8:32 Իշխաններն առանձնահատուկ իշխանությամբ են օժտված, նմանապես էլ երկնային կայսրության իշխանը մեծ ազդեցություն ունի իր տիրապետության սահմաններում, նա նստած է Հիսուսի գահին, քանի որ նա մեզ թագավորներ ու քահանաներ արեց մեր Աստծո համար և մենք պիտի թագավորենք հավիտյանս հավիտենից, Հայտնություն 5:10 Մենք թագավորում ենք ժամանակի և հավիտենության միացյալ թագավորությունում, իշխաններն առանձնահատուկ պատիվ ունեն, մենք բարձունքից ենք նայում ամեն տեսակի երկրածին արժանապատվության, այնտեղից, որտեղ Աստծո շնորհքն է մեզ դրել, և ինչ է դրա համեմատ մարդկային փառքը, քանզի Աստված նրա հետ մեզ հարուցանեց և նրա հետ երկնավորներում նստեցրեց Քրիստոս Հիսուսում, Եփեսացիս 2:6 Մենք Քրիստոսի փառքն ենք բաժնեկցում և սրա համեմատ երկրավոր բոլոր շքեղությունները ոչինչ չարժեն, Հիսուսի հետ հաղորդակցությունն ավելի թանկարժեք գանձ է, քան այն բոլոր գոհարները, որ երբևէ փայլել են կայսրական թագի վրա, Տիրոջ հետ մեկությունը գեղեցկության պսակն է, որ իր սքանչությամբ գերազանցում է ամեն տեսակի կայսերական ճոխություններին,